Հեծը պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Քանի միլիոն աշխատավարձով է Ռոմանոս Պետրոսյանը հեծի ժամանակավոր կառավարչի պաշտոնում ծառայում ժողովրդին։ Ճիշտ է, որ 5 միլիոն 200,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Ազատության այս հարցին հեծից հրաժարվում են պատասխանել։ Պատճառաբանում են, թե աշխատավարձի տվյալը ընկերությունը առևտրային գաղտնիք է համարում։ Աշխատակցի անձնական իրավունքի տեսանկյունից էլ գաղտնի տեղեկատվություն են համարել ու հրաժարվել թիվը ասել։ Անհրաժեշտ է արձանագրել, որ ընկերության աշխատակցի աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը որակվում է որպես գաղտնի տեղեկատվություն։ Մի կողմից տվյալ աշխատակցի անձնական իրավունքի պաշտպանության տեսանկյունից եւ մյուս կողմից ընկերության համար առևտրային գաղտնիք համարվելու տեսանկյունից։ Հետևաբար ողջ վերոշարադրյալի հիման վրա ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման։ Իր աշխատավարձը հանրությունից թաքցնող Ռոմանոս Պետրոսյանը հրապարակում է համակարգի աշխատավարձի տվյալները, անտեսելով անձնական ու կորպորատիվ գաղտնիքի պահանջը։ Որպես սկանդալային բացահայտում հրապարակել է հեծի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը, թե տեղակալի պաշտոնում տարեկան մինչև 53 միլիոն դրամ է ստացել։ Այս աստղաբաշխական վարձատրությունները ազդել են ժողովրդի հոսանքի սակագնի վրա, հայտարարել է ՔՊԱ-ական ժամանակավոր կառավարիչը։ Նարեկ Կարապետյանը հերքել է ժամանակավոր կառավարչին, աշխատավարձը կապ չունի սակագնի հետ, հեծի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի միջոցներից է, ստացածն էլ փոխանցել է Տաշիր բարեգործական հիմնադրամին։ Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում էլ ոչ մի դրամ չի ստանում։ Ինչ ծախսվել է, ում տրվել է վճար, մեծ մասը Սամվել Կարապետյանը իր միջոցներով է տրվել։ Ինք մեր ընկերությունը իր միջոցներից է տվել եւ դա սակագնի վրա որևէ ազդեցություն չունի։ Մի հատ տեղ կա, որտեղ ինքը հիմնավորված ինչ-որ բաներ գցե, որը իմ համար է հետաքրքիր։ Սամվել Կարապետյանի թիմակիցների ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջով, որ կոչվում է Հեծ վերահսկողական կոմիտե, գրել են Ռոմանոս Պետրոսյանն էլ այդ նույն աղբյուրից ստանում է ամսական 5 միլիոն 200,000 դրամ աշխատավարձ, հարկերով մաքուրը շուրջ 4 միլիոն, մոտավորապես այնքան, որքան Նարեկ Կարապետյանը։ Ես մտնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության իմ կարգավիճակից բխող լիազորություններով։ Հեծը պետք է ծառայի ժողովրդին, գրեթե ամեն օր խոստանում է Պետրոսյանն ու այդպես էլ չի հրապարակում։ Ժողովրդին ինքը քանի միլիոնով է ծառայում ու իսկապես ճիշտ է Հեծ վերահսկողական կոմիտեի հրապարակած տվյալը։ Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակեմ, բայց այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես եւ իմ նշանակած թիմը հրաժարվել ենք։ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է, թե հրաժարվել է պարգևավճարից ու այս տեղեկությունը հրապարակում է առանց կոնկրետ թվերի։ Լրագրողները համեմատելու հնարավորություն չունեն, որքան աշխատավարձ է ստանում պարգևավճարից հրաժարված Ռոմանոս Պետրոսյանը։ Մինչև Հեծը ՔՊԱ-ական Պետրոսյանը պետական համակարգում էր, վերահսկողական ծառայության պետն էր։ Հեծ նրան գործուղեց կառավարությունը ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց էլեկտրական ցանցերը պետականացնելու գործընթաց սկսել։ Պետականացնելու գործընթացքում է սեփականատերերը Կարապետյանները դիմել են արբիտրաժային դատարան, միջանկյալ որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ Հեծի բռնագրավման հետագա քայլերից, բայց կառավարությունն այս պահանջը չի կատարել։